Տիկին Ղազարյան, Կիրակի օրը Էջմիածնում սպասում են տուն ընտրություններ, որտեղ ձեր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է։ Ձեզ ուզում եմ հետևյալ հարցը հղել, մի քանի հետազոտություններ են արվել նախընտրական փուլում հարցումների միջոցով, որոնք ցույց են տվել, որ օրինակ Արգիշտի Մեխակյանը հավանականությունը, որ կընտրվի որպես համայնքապետ, շատ քիչ է եւ մրցակցությունը Սևակ Խաչատրյանի հետ կարծես թե նույն ուղու վրա են գնում, նույն սանդղակով է։ Դուք ինչ շանսեր եք ակնկալում Արգիշտի Մեխակյանից եւ արդյոք Գյումրիի երկուց վաղաշապատում չենք տեսնի։ Անկեղծ ասած կուզենայի իմանալ ինչ հարցումներ են իրականացվել, որտեղ են թողումները ու որտեղ է ցույց տրված, որ այդ հարցումները արտացոլում են իրական վիճակը, որը որ տիրում է վաղաշապատում։ Ես կարծում եմ մենք բազմիցս համոզվել ենք հատկապես եթե ընտրություններին է վերաբերվում, հարցումները ինչքան մոտավոր եւ օրվա տրամադրությունից կախված նույնիսկ տվյալներ են ցույց տալիս եւ երբեմն չէ մի 80%-ով սխալ են դուրս տալիս հարցումները, որտեղ իրական ընտրությունը լրիվ այլ բանի մասն է հետագայում վկայում։ Բազմիցս նման օրինակներ ունենք նաև 21 թվականի խորհրդարանական ընտրությունից առաջ արած հարցումները, բազմիցս տեսել ենք Գելափի հարցումները, որոնք որ շատ ծիծաղելի տվյալներ են հրապարակում, այնպես որ հղում անել հարցմանը, որպեսզի հասկանալ ինչ իրավիճակ է վաղաշապատում, սխալ է։ Ես երկու օր եմ կարողացել ժամանակ գտնել մասնակցել, իհարկե շատ մեծ է ցանկությունս, որ ամեն օր լինեմ մեր տեխնացուի կողքին ու հպարտորեն լինեմ մեր տեխնացուի կողքին, որտեղ իրապես արժանի տեխնացու է ներկայացված։ Ես կարծում եմ, որ վաղաշապատի քաղաքացիները շատ լավ գիտեն, գնահատում են, ճանաչում են մարդուն, ծնված օրից ամեն ինչով իր լավ ու վատ կողմերով, բնականաբար իդեալական տեխնացու է, արդարամիտ, հաջող, աշխատող, խելացի, այսինքն չունեն որևէ պրետենզիա այդ մարդուն ներկայացնելու եւ տեսել են նաեւ մարդու արած աշխատանքները, առիթ ունեցել են ծանոթանալ։ Իսկ ինչ վերաբերվում է համեմատել մեր տեխնացուի Սևակի հետ, որ եզրեր չունեն համեմատելու, էլի Սևակը ինչով է հայտնի դարձել, ընդհանրապես մեկ քայլով իր ամբողջ կյանքում Ժող ինստիտուտի լրագրողներին ներս չթողնելով ընդհանրապես եւ այլ բան չգիտեմ, մեկ էլ իր մասին էլի ինչպես խոսում էին նախկինում բոլոր այդ ուժի կողմից ներկայացված տեխնացուների մասին ոչ լավ լուրերով։ Չգիտեմ հիմա ինչով է համեմատված։ Ես չեմ ուզում ինչ-որ քրեական անցյալ ունենալ եւ այլն, ես հիմա չեմ ուզում կոնկրետ դեպքերի, բայց ամեն դեպքում լավ բաներ չեմ լսել։ Օրինակ երբեք չես կարող Արգիշտի Մեխակյանի մասին նման ինֆորմացիա ունենալ, որտեղ նման ինֆորմացիա գոյություն չունի, ոչ իհարկե չեմ հավատում, ես ասում եմ ամեն ինչ պետք է նայել ըստ աղբյուրի։ Բայց ամեն դեպքում հետո գնում է, պարզվում է, որ բան է, որ ասում է չկա կրակ առանց ծուխ կամ հակառակը չկա ծուխ առանց կրակ, այսպես խոսքեր կա ժողովրդական, շատ չեմ խորացել, չեմ ուսումնասիրել Սևակին ինքը իրանով ինչ է նշանակում, բայց այն որ բացասական տրամադրություն մարդկանցից անմիջապես զգացվում է։ Վաղաշապատում բնականաբար զբաղվել եմ հենց հիմնականում Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին եւ ես տեսել եմ ոնց են մարդիկ դիմավորում Արգիշտի Մեխակյանին, ոնց են բարձրացնում հարցերը հստակ իմանալով, որ ինքը հենց այն մարդն է, որ լուծումներ կտա։ Բայց միակ ձեր ասած ես քարոզարշավ եմ հիմա անում, որովհետեւ շատ հավանում եմ պրետենզիան, որ կա Արգիշտի Մեխակյանի միակը չեն ամենավառ ցայտունը, ասում են, որ նա ուրացել է իր հորը, քանի որ իր հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, հերոս է եղել, իր անունով նաև այնտեղ համայնք են անվանակոչել։ Վերջում եկել է այստեղ, միացել է մի թիմի, որը հանձնել է Արցախը, ու եթե դուք տեսնեք մեկնաբանությունները, ասում եք լուրերը ինչ լսում ենք, մենք էլ ինչ լսում, փորձում ենք ձեզ հետ հասկանալ դա որտեղից է գալիս ու դրա իրականություն հենքը որն է։ Ձեր իշխանությունը մեղադրում են հենց այդ ենթատեքստում։ Դե բազմիցս խոսել ենք, որ այդ ենթատեքստը բնավ հիմքեր չունի եւ ես շատ եմ ցավում, որ նման նուրբ թեմայով, որը որ նաեւ անձնական կյանքին է վերաբերվում մարդու, դիպչելով այդ թեմաներին ու նման ապատ տեղեկատվություն են տարածում, բնականաբար Արգիշտի Մեխակյանը այնպես հասունություն ունի, որ գիտի թե Արցախը ով հանձնեց, ում կողքին է հիմա ու ինչպես է շարունակում իր հոր աշխատանքը, իր հոր գործը, շատ լավ իմանալով իր հայրը ինչի համար է պայքարել ու հիմա էլ ինքն է պայքարում։ Բնականաբար մենք պետք է այս տեսանկյունից այդ ամեն ինչը դիտենք, այդ բան, ոնց ասեմ, էժան, մակերեսային, նուրբ անձնականին դիպչող այդպիսի ապատեղեկատվություն տարածողները իմ համար շատ վատ հոգեբանություն ունեցող եւ շատ վատ մարդու տպավորություն կուզենայի հասկանալ ու տեսնել այն մարդուն, ով նման հարցերի է բան դիպչում եւ նման որակավորումներ է տալիս։ ՔՊ վարչությունը արդյոք քննվել է Կիրակի օրը ամբողջ կազմով եւ ամբողջ էլիտայով
իրադարձություններին մասնակցելու հարցը։ Ոչ, նման հարց չի քննվել եւ առհասարակ Այնտեղ չեք լինելու, օրինակ երեկոյան ձեր Ես խոսքի սկզբում ասացի, ցավում եմ, որ չեմ կարողանում ժամանակ գտնել, որ ամեն օր լինեմ Արգիշտի Մեխակյանի կողքին։ Այդ օր առավոտն էլ պլանավորված աշխատանքներ ունեմ, կուզենամ ամեն դեպքում հասցնեմ եւ այնտեղ լինեմ, որպեսզի այսպես մեր տեխնատուի կողքին լինենք։ Դուք գնում եք բացարձակ հաղթանակի։ Այո, միանշանակ։ Իսկ հաղթանակը Կիրակի օրը չեք նշելու։ Հաղթանակը բնականաբար վստահ եմ, որ ունենալու ենք, չգիտեմ, չեմ պատկերացնում։ Եկեք, ես գուշակություն չանեմ, էլի, եկեք գնանք, հասկանանք, ուզում եմ անպայման այնտեղ լինեմ, որպեսզի հասկանամ այդ տրամադրությունը, այդ պահն էլ շատ հետաքրքիր է, որ սկսում են ձայները հաշվել, ընդհանուր հասկանում ես ինչքան ձայն ունես, ինչ չունես եւ այլն, այդ վիճակն էլ է ինձ շատ դուր տալիս, իսկապես շատ եմ ուզում այս պահին էլ օրինակ դուրս գայի ու գնայի հենց հիմա Արգիշտ Մեխակյանի կողքը լինեի, բայց մենք էլ մեր գործը ունենք այս պահին։